Տիկին Հակոբյան, ստացվում է, որ 2023 թվականից, ինչ բռնի տեղահանվել եք Արցախից, գրեթե ամեն օր մասնակցում եք նման գործընթացների։ Տարբեր մարդկանց ձերբակալում են, կալանավորում են, դուք էլ ի աջակցություն դատարանների բակերում եք։ Ինչ ակնկալիքներ ունեք ի վերջո մեր դատական համակարգից, մասնավորապես այսօր այս իշխանությունից։ Գիտեք, այս իշխանությունների իշխանավարման ընթացքում բնականաբար որևէ համակարգից, առավել ևս իրավական համակարգից, այլևս որևէ դրական ակնկալիք հնարավոր չէ ունենալ եւ մենք էլ բնական է չունենք։ Եվ սա էլ ոչ թե ի աջակցություն է, որովհետեւ ես չգիտեմ, կարծես թե արդեն սովորական են դարձել օրինաչափ են դարձել ձերբակալությունները, սա ուղղակի փաստի արձանագրում է։ Ամեն անգամ մենք փաստի արձանագրում ենք անում, որ Հայաստանը վաղուց արդեն ժողովրդավարական երկիր չէ, այն բռնապետական երկիր է, որտեղ մարդկանց, գիտեք, նույնիսկ ոչ թե ազատ խոսքի համար, այլ պարզապես ըստ իրենց ցանկության ուզում են կալանավորում են, չեն ուզում չեն կալանավորում։ Եվ գիտեք, ամենակարևորը ու ամենահետաքրքիրը, որ այսօր ես ինքս իմ համար մի փոքր հայտնագործություն է, մարդկանց առաջադրվում են մեղադրանքներ, ինչի համար, որ իրենք պիտի պատասխանատվություն կրեն։ Այսինքն հայոյողը 24 ժամվա ռեժիմով մեղադրում է դիմացինին ու մղում է, այսպես ասած, ճակերտավոր իրավական համակարգին հետապնդելու այդ մարդկանց, իբրև թե էլի հայոյանքի համար։ Ահաբեկիչը դիմացինին ահաբեկչության հոդվածով է հաղորդում տալիս, չգիտեմ, տարբեր ինչ մեղադրանքներ կան, այդ բոլորը այս իշխանություններին վերաբերող մեղադրանքներ են, խուլիգանություն, դավաճանություն, ինչու միայն թքելը։ Ես ևս ունեցել եմ անձնական իր հետ նման ճակերտավոր, հաճելի շփում, երբ ինքը, ես չեմ ասում պաշտոնյային տղամարդուն, ոչ վայել ուղղակի պահվածք է ցուցաբերել, առավել ևս հայ տղամարդուն։ Այսինքն եւ լրագրողների եւ հանրության առաջ ինքը այո իր անվայելուչ խոսքեր է թույլ տվել իրեն եւ այնուհետեւ թիկնապահներին ուղղորդել իմ ուղղությամբ։ Այնպես որ այս մարդիկ դիմացինին տանում են, կալանավորում են, դատապարտում են, չգիտեմ ինչ կրկես են անում, զուտ են մեղադրանքներով, որին իրենք լավ ծանոթ են, որը հենց իրենց է բնութագրում ու նկարագրում։ Տիկին Հակոբյան, այս ամենի հանգուցալուծումը դուք ինչպես եք տեսնում, ինչ ճանապարհով, ինչ է պետք անել։ Ես վաղուց արդեն ունեմ այդ առումով իմ դիտարկումը, գիտեք, որովհետև մենք երևի թե փորձարկել ենք բոլոր մեթոդները եւ այլևս նաեւ այն հուզականության ամենաբարձր աստիճանն է եղել ու անցել, որովհետեւ ես չեմ կարծում, որ այլևս հնարավոր է ավելի բարձր հուզականություն տեղի ունենա, որտեղ ժողովուրդը համախմբված ինքնաբուխ որևէ գործողության կգնա, քան օրինակ Արցախի հանձնումը հայաթափումներ Արցախի, որտեղ միանշանակ ապացուցելու կարիք էլ չկա այս իշխանությունների մեղավորության մասնաբաժինը։ Եվ հետևաբար ես վստահաբար եմ ասում, որ մենք մեկ ճանապարհ ուղղակի ունենք, դա մեր սահմանադրական իրավունքի իրացումն է, այսինքն նաև այսպես քաղաքական հստակ օրակարգը, հեռացման ընդ որում օրակարգը, ես չեմ ասում ծրագրեր եւ այլն այլ օրակարգեր, կոնկրետ հեռացման օրակարգը, որը պիտի ուղեկցվի ժողովրդի համախմբվամբ եւ ցանկությամբ։ Չի կարող լինել քաղաքական օրակարգ արդյունավետ առանց ժողովրդի մասնակցության, չի կարող լինել նույնիսկ եթե 100,000-ներով, միլիոններով մարդիկ փողոց դուրս գան առանց քաղաքական օրակարգի եւ հետևանքների ցանկալի արդյունք։ Այսինքն դա պետք է լինի համատեղ, որի արդյունքում էլ այո հնարավոր է այս ազգակործան իրականում այո հենց դավաճան իշխանություններից ազատվել։ Տիկին Հակոբյան, դեպ այսօր Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից հայտարարում էր, որևէ իշխանություն այնքան բան չի արել Արցախի համար, ինչքան մենք ենք արել, վերցրել բյուջեն, նայեք, կթվարկեք կամ կասեք գոնե մեկ բան, որ այս իշխանությունն Արցախի համար արել է։ Շատ բան կարող եմ ասել։ Օրինակ, զոհել եմ մեր հազարավոր տղաներին, գեղեցիկ, շքեղ, կահավորված եռաբլուր ունենք այսօր, մեծացած։ Նմանը ունենք Արցախում եղբայրական պանթեոնը։ Հանձնել է Արցախը թշնամուն։ Տնավեր, բնավեր է արել 140,000 հայի։
կեղեքել է արցախցիներին, շարունակում է կեղեքել արցախցիներին, ամենօրյա ռեժիմով ատելություն է քարոզում արցախցիների նկատմամբ, եթե խոսում է բյուջեից, որպես ֆինանսավորում Հայաստանից, այո, արել է, ամենամեծը արել է Նիկոլը իր թիմով 2020-ի պատերազմից հետո, երբ հանձնված Հադրութի, Շուշիի, Քարվաճառի, Ասկերանի որոշ մի հատվածի, Քաշաթաղի բնակիչների համար իբրև թե հիշում եք ահռելի շինարարություն էին անում։ Խոսում էր այդ բյուջեի մասին, անկեղծ ես որպես պատգամավոր այդպես էլ չտեսա որևէ հանձնված շենք կամ բնակարան։ Պատերազմից անց, 3 տարի անց, երբ մեր հայրենակիցները այստեղ սնվում էին ինչ-որ բյուջեով, որը իրենց հաշվին այսօր տրվում է Արցախին իբրև թե, մենք 3 տարվա մեջ այդպես էլ մի շենք կամ մի բնակարան չտեսանք, որը հանձնվեց, տեղահանված այն ժամանակվա 2020-ի պատերազմի արդյունքում տեղահանված բնակիչներին, այո, Փաշինյանը շատ բան է արել, կործանել է մի ամբողջ հայրենիք։ Ամենաշատն է արել այդ առումով, որևէ մեկը երբևէ նույնիսկ իր մտքերում չէր կարող անել այնքան, ինչքան արեց Փաշինյանը իր խմբի հետ։ Հակոբյան Արթուր Հովհաննիսյան կոչված է, եթե ճիշտ եմ հիշում, անմիազգարնը ՔՊ-ի ձեզ անձնական վիրավորանք էր հասցրել եւ կարծես թե ավելի նաեւ զրպարտություն եւ շատ ավելի խորքային ու ավելի դատապարտելի, քան օրինակ տղաները, հա, այս դեպքում եւ ընդհանրապես իրենք շատ են վիրավորում նրան, բայց որևէ մեկը գործ չի հարուցում նրանց նկատմամբ, որևէ մեկը չի պատժվում, այդ նույն Արթուր Հովհաննիսյանը ականջներ, լեզուներ էր կտրում, աչքեր էր հանում, բայց մինչև այսօր շարունակում է պաշտոնավարել անպատիժ եւ կարծեմ Էդգար Ղազարյանի ներկայացրած հայցը չունեցավ այն ճակատագիրը, որը մենք սպասում էինք ամեն դեպքում, ստացվում է ամբողջ իրավապահ համակարգը դարձել է իրենց անձնական օգտագործման համակարգ։ Այո, փաստ ինձ նույնիսկ միջադեպից հետո ոչ միայն Ալենի հետ, Արթուր Հովհաննիսյան, իհարկե ես էլ անունը չգիտեի, դուք ասցիք վերհիշեցի, էլի այնտեղ կին պատգամավոր կար, որը նույնիսկ եթերից էր փորձել էլի տղի արտահայտություններ անել, այո, էլի իմ հասցեին, էլի կան, անկեղծ ասած, ես չեմ դրա վրա, ոչ թե կարելի է, այլ հասկանալի է, որ նորմալ երկրում, նորմալ պետության մեջ նման բաներ չեն կարելի ընդհանրապես որևէ մեկին։ Իհարկե մեր երկրում այո, այս պարագայում կարելի է իրենց։ Ինձ գիտեք շատերը, որ համոզում էին, հորդորում էին անպայման դիմել իրավապահ մարմիններին, ես անկեղծ ասած ծիծաղել եմ։ Այսինքն ինչքան պիտի մարդ միամիտ լինի, որ Հայաստանում այս իշխանությունների օրոք մտածի, որ կարող է այդ իշխանությունների դեմ որևէ հայց ներկայացնել։ Այո, իշխանությունները ուզում են, որ դու այդ հայցը ներկայացնես, որպեսզի իրենք ապահովեն շոու, որպեսզի իրենք կարողանան, այո, մի մեծ, այսպես լսարան հավաքեն ու իրականացնեն այն մնացած նպատակները, որոնք ունեն նաև այդ անձի հետ կապված, որը պետք է նաև այդ հնարավորությունը իրենց չտալ։ Եվ ես անկեղծ այսօր, երբ տղաներին ձերբակալում էին, ես որովհետև դեռ չլուսացած էր դա տեղի ունենում, ես մտածում էի, լավ, ես քաղաքացի որպես Եթե ունեք ինչ միջոցներով, ինչ ձևով ես կարող եի օրինակ հաղորդում տալ իմ անձը վիրավորած ԿՊ-ականների նկատմամբ, արդյոք նույն արագությամբ կընդունեին իմ տրված հաղորդումը, արդյոք կամ նույն արագությամբ, այո, կգնային, չէին սպասի լուսանար, չէին սպասի այդ մարդը տնից դուրս գար, կապ չունի կնոջ երեխաների ներկայությամբ կանեին այն ինչ որ արեցին։ Իհարկե ոչ, սա եկեք հասկանանք, հա, սա Նիկոլի Հայաստանում է տեղի ունենում, սա մեր Հայաստանում չէր կարող տեղի ունենալ, հիմա սա Նիկոլի Հայաստանն է, որտեղ թե իրավապահ համակարգը, տեսեք ասում եք դատարանից դատարան են գնում, մենք կարող ենք արձանագրել, որ բոլոր դատավորների դեմքի արտահայտությունը նույնն է, հանրային մեղադրողներն է նույնն է, փաստաբանները խոսում են, փաստերով ներկայացնում են, ապացուցում են իրենց կեղծ ու շինծու գործերի, այսպես փուչիկ լինելը ամբողջությամբ, դատավորը նայում է առաստաղին, դատավորը նայում է կողքերը, դու զգում ես, որ դատավորը ուղղակի չի էլ լսում, ինքը ունի որոշումը, հասկանում եք, իրեն ասել են ինչ որոշման մասին է, իսկ հանրային մեղադրողների պահվածքը, էլի նույն կերպ իրենց իշխանություններն են, դատարանի դահլիճում ամեն անգամ ջուր լկտի տգեղ պահվածք ունենալ եւ որևէ անգամ հերիք է այնտեղ նստածներից որևէ մեկը իրեն որևէ բան թույլ տա, դուք տեսնեք ինչ արձագանք է ստանում, իսկ հանրային մեղադրող
ապրողներին ոչ։ Այսինքն այսօր ստեղծել են այս իշխանությունները ստեղծել են մի համակարգ, որտեղ կոռուպցիան լրիվ այլ մեթոդներով է տեղի ունենում, որը մենք մեր պատկերացումներում նույնիսկ չունենք եւ միգուցե շատերս նույնիսկ չունենք ու չենք պատկերացնում, այս ինչ մեխանիզմներ են գերազոր ներդրվել։ Արդարադատության ոչնչացումը մի կողմից, հավատք, եկեղեցի մի այլ կողմից։ Եվ երբ նայում ես ու հասկանում ես, համատելով նաեւ այլ երկրների հետ, դու հասկանում ես, որ ուղղակի սա եւս մեկ կենտրոնից կառավարվող իրավիճակ է, որի մեջ այսօր մենք հայտնվել ենք։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։